Մինչև ավականու նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը տեղի ունեցավ երթման արարողություն։ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմը համալրվել է 2 նոր աշխատակիցներով եւ ըստ սահմանված կարգի համայնքային ծառայողի աշխատանքին անցնելուց առաջ կատարվում է երթման արարողություն։ Ֆինանսական բաժնի մասնագետ Տաթևիկ Թարվերդյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի մասնագետ Լիանա Կոստանդյանը ընթերցեցին երթման տեքստը։ Ես Լիանա Պարուրի Կոստանդյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը, հանդիսավոր երթվում եմ անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս։ Այնուհետև ավականին անցավ նիստի օրակարգին։ Առաջին հարցը Ալավերդի համայնքի ավականու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի 63N որոշմամբ հաստատված 2014 թվականի բյուջեի մեջ փոփոխություն կատարելու մասին էր։ 2013 թվականի համայնքի բյուջեի տարեվերջի մնացորդը կազմում է 7.149.700 դրամ։ Քաղաքապետը ներկայացրեց բյուջեի մնացորդի բաշխման ուղղությունները։ Ուղղությունները ընտրել ենք հաշվի առնելով նախկին ժամանակահատվածում նիստերի ընթացքում եւ նիստերից դուրս մեր քննարկումների ժամանակ հնչեցրած հարցերը։ Այդ առումով ուրեմն 4.309.000 դրամ առաջարկում է ուղղել ճանապարհների նորոգման աշխատանքներ իրականացնելու, 1.755.000 դրամ լուսավորության համակարգի վրա աշխատանքներ կատարելուն, խոսքը ավելի կոնկրետացնել վերաբերվում է երիտասարդական փողոցի վերջից դեպի Բաղրամյան ուղղությունը։ Քաղաքապետը նշեց, որ քաղաքային լուսավորության համակարգի ամենավատթար վիճակը հենց նշված տարածքում է եւ այստեղ եւս մի քանի լուսասյուն կավելանա։ Նախագիծն արդեն կազմված է։ Բյուջեի մնացորդից 485.000 դրամ կհատկացվի թիվ 1 մանկապարտեզում գազիֆիկացման աշխատանքների համար։ Անհրաժեշտությունն առաջացել է նոր խմբի ավելացման հետ։ Քաղաքապետը նշեց, որ արդեն հայտնի է նաեւ 2014 թվականի պետական դոտացիայի եւ սուբվենցիաների ճշգրիտ հատկացումները։ Բյուջեն պետք է լումա հավասարակշռված լինի եւ համապատասխանի պետական դոտացիան բյուջեի պակասել է 1600 դրամով։ Այս վերջնական ճշգրտումներն է բյուջետային, հետեւաբար մենք այս պակասեցման հետ 1600 դրամ մեր սեփական եկամուտների հավաքագրման պլանն ենք ավելացնում հողի հարկի գծով, որպեսզի այդ բյուջեի հավասարակշռվածությունը չխախտվի։ Ավականուն ներկայացվեց նաև պետական դոտացիա եւ սուբվենցիաների եռամսյակային բաշխման համամասնությունները եւ ժամանակացույցը 1.235.000 դրամով ավելացվել է երաժշտական դպրոցների ժողովրդական բաժիններում երեխաների անվճար սովորելու համար տրվող հատկացումները։ Այդ խմբերը, որպեսզի խրախուսվի ժողովրդական գործիքների խմբակների հաճախումը, պետությունը ինքն է ֆինանսավորում, որպեսզի երեխաներից վատ չգանձվի։ Ավականու անդամները նշեցին, որ քաղաքի փողոցների ասֆալտապատման կամ փոսային նորոգման աշխատանքների համար բյուջեի մնացորդից հատկացված գումարը քիչ է։ Քաղաքապետը նշեց, որ սպասվում են նաև այլ ներդրումներ։ Ինչքան որ հնարավորություն կա նախատեսում ենք, բայց սպասում ենք մոտավորապես 15-ից 20 միլիոն դրամի աջակցություն գործարանից։ Օրակարգի երկրորդ հարցը վերջերս բնապահպանական սուբվենցիաներով ձեռք բերված աղբատար եւ ջրցան մեքենաները անհայտույց օգտագործման նպատակով քաղաքի կոմունալ տնտեսությանը հանձնելու մասին էր։ Մեքենաներն արդեն ստացել են պետական գրանցում եւ ըստ կարգի հանձնվեցին Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Մերիկոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։